Արարատի հանդարտ ու հավերժական հայացքի ներքո ենք ապրում, նրա օրհնությունն ու զորությունը ստանում։ Հայի համար առանց այդ հայացքի ապրելը դժվար է։ Ես կասեի նույնիսկ անհնարին, եթե անգամ մեր փոքրիկ հայրենիքի ինչ-որ անկյունից մեր սրբազան լեռը չենք տեսնում։ Մեր լեռների պես բարձր և մեր ձորերի նման խորն է հայկական մշակույթը։ Բոլորուն ճանապարհների նման կտրուկ և երկար է մեր պատմությունը, ու գիշերների նման մութ են մեզ հասած փորձությունները, սակայն հավատացած եղեք, արշալույսների պես լուսավոր է այն հավատքը, որով մենք մեր այսօրը և ապագան ենք կերտում։ Հայ մարդը կրկին հայտնվել է արևածագից առաջ թանձրացած խավարի մեջ, բայց չի կորցնում իր հույսը, ներքին ռեսուրսից զորություն է գտնում և շարժվում առաջ։ Համի ուժը այդ զորությունը, հենց այդ կամքն ու լույսն է փնտրում աշխարհի հայկական բոլոր կողմերում։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ միասին մեր 7-րդ եթերաշրջանում դեռ շարունակում ենք բացահայտել հայոց բեղուն հողի և կենսատու արևի ուժը անմահական հայկական գինու միջոցով։ Այսօր մեզ սպասում են Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի, Արմավիրի մոտակայքում գտնվող Կարաս Վայնս գինեգործարանում։ Մենք գնալու ենք այնտեղ հասկանալու նախ արմատների կանչով այստեղ գինեգործությամբ զբաղվող մարդկանց մտածումները, աշխարհայացքը և իհարկե իրենց արմատի ուժով ստեղծված գինու համը։ Իսկ հետո կայցելենք Wine Republic, որտեղ գինու գիտակ Արտակ Գաբրիելյանի հետ կխոսենք գինիների տեսակների և դրանց հետ մատուցվող ուտեստների մասին։ Եվ առհասարակ կփորձենք հասկանալ, թե ինչ ասել է գրագիտորեն ընտրել գինին և հասկանալ, թե որ համն է ամենից ձեզ հարմար։ 2003 թվականից սկսած պապ և թոռնուհի որոշում են վերադառնալ, վերահաստատվել Հայաստանում և վերահաստատել հին գինեգործական ավանդույթները։ Եվ ահա, հենց այստեղ, այս տերուարում հիմնվում է Կարաս գինեգործարանը։ Պարոն Էռնեկյանը իր թոռնուհու Խուլիանայի հետ, որը և գինեգործ է և նվիրյալ է այս գործի, հին ավանդական, դասական, տարեց, ավագ և երիտասարդ այս երկու սերունդների և երկու գեղեցիկ մշակույթների միակցությամբ կարողանում են ստեղծել Կարաս գինեգործարանը։ Կարասը գնում է, վերադառնում է հետ մեր արմատներին և գալիս է ու նորովի ներկայացնում է այն մշակույթը, որը մենք միշտ ունեցել ենք, բայց որոշ էտապներում երբեմն անջատվել ենք։ Եվ այսօր արդեն աշխարհում գիտեն թե Կարասը, թե մեր պատմությունը տարբեր հետաքրքիր ներկայացումներով և մանավանդ Կարաս գինիների օգնությամբ շատերս հասկացանք, վերագնահատեցինք, վերաիմաստավորեցինք և կրկին սկսեցինք վայելել հայկական գինին, որը ստեղծվում է հայոց յուրահատուկ տերուարում, հողում ստեղծված խաղողից։ Մեր գինու պատմությունն ու ավանդույթը շատ է, ընդգրկուն, յուրօրինակ ու շատ նուրբ։ Մենք գտնվում ենք Կարաս գինեգործարանում, Էռնեկյանների մեծ ընտանիքի այս գեղեցիկ բնօրրանում։ Գնացինք։ Աշխարհում որտեղ էլ որ լինես, արմատները կանչում են։ Արմատի ուժը մեծ ուժ է և շատ կարևոր։ Եվ ի վերջո ներդաշնակ է դառնում այն գործը, որը հիմնադրվում է հենց այդ ուժով։ Էռնեկյանների հիմնած Կարաս գինեգործարանը հայրենի կանչի ամբողջական մարմնացումն է Արարատ լեռան հավերժական հայացքի ներքո։ Հենց այստեղ է սփռված աշխարհի լավագույն տերուարներից մեկը, որտեղ խաղողը վայելում է հողի, արևի և օդի կարևոր չափաբաժինները, կատարելապես հասունանալով լավագույն գինիների համար։ Կարաս գինեգործարանը երկար մտածելու կարիք չուներ Արմավիրում խաղողագործություն և գինեգործություն զարգացնելու համար։ Մի քանի 100,000 տարեկան մեր սրբազան լեռը իր երիտասարդ շրջանում որպես հրաբուխ ժայթքել և այս հողը դարձրել է անհասելի պարարտ, օգտակար և յուրահատուկ։ Հրաբխային սև հողերը խիստ նպաստավոր են վազերի աճեցման համար, որոնց խաղողն ունի ֆանտաստիկ բնավորություն, ինչն էլ հրաշալի կիրառում է ստանում Կարասի հմուտ մասնագետների կողմից։
Gabriel, Yes. what wine we are going to taste and Yes. how you make it? Okay, first of all, I want to explain that we are in our experimental winery in Caras. Okay. Here, as you see, we have big amphoras, stainless steel tank, small amphoras. We have different type of wood, stainless steel. Իրենց կարասները այս կարևոր կավագույնն են, չէ՞, նույն կավագույնը։ So it's the place where we are having fun. So this year, from the experimental winery, the first wine that we produce is the Kragi Kator. Kragi Kator. Կտոր, Kragi Kator. like կտոր։ Yes. Գրակի կտոր. The name is Գրակի կտոր։ Kragi Kator is the name of the wine. Who created this name? Juliana. Հա, Խուլիանը, իհարկե, Խուլիանան մեր Yes. Էրնեկյանների ընտանիքի ամենաերիտասարդ կերպարը եւ առաջնորդը, չեն վախենա ասել, կրակի կտորն է ստեղծել, եթե ուշադիր լինեք, մանուշակագույն է մեր, ինչպես ասում են կամ ծիրանին, այս գույնը խորհրդանշում է մեր հիշողությունը, արևի գույնն է, կրակի կտորն է եւ կարասը իհարկե, կարասը, որից դուրս է գալիս, այստեղից արևն է ծագում, այստեղ էլ կրակն է դուրս գալի խմելուց հետո։ It's 100% I tried to Cancun. explain. 100% Cancun, and it's orange style wine. Okay, What it means? means that we produce the white wine like in red wine. Okay, so we use the skin Okay. of the white grape in order to produce the wines. So, եթե ուզում ես, կարաս ես Գնանք նայենք։ կենակ նայել։ It's a Cancun skin, okay, and we leave in the skin contact the wine 10 months. Press the wine. ամիս, 10 ամիս ստե։ այսպես մնացել է այս պահմանի Այո, մեջ։ այստե 10 ամիս։ Առանց տեղափոխել մենա այստե ու վերջ։ Միայն առանց տեղափոխելու։ Այո։ So հիմա կփորձեմ, էլի։ Իսկ որ բացում ենք չի փչանում։ Չէ։ Սալու։ It's not a really typical white wine, okay? Wait. You like it? I like it very much. Orange wine, heritage wine, շուտ բանի գինի է ցարկավոր։ Հիմա նոր սկսել են նորից արտադրել, մշակել, անել orange wine, բայց այդ գինու շուտ բանի 6 տարի առաջ է ցարկում են From orange orange? wine, from orange wine։ Նույն սևով, նույն տեխնոլոգիով, ամեն ինչով։ Ու կարասի մեջ, կարասների մեջ։ Կարաս գինեգործարանը բավականին մեծ պատասխանատվություն էր ստանձնել։ Այստեղ ամեն ինչ արվել է եւ արվում է համաշխարհային գինեգործության առաջատար վինտաժների կողքին հայկական գինին մշտապես բարձր պահելու համար։ Այստեղ շատ են կարևորում ավանդույթների պահպանումը, քանի որ որակյալ գինուց բացի կարասը նաեւ հազարամյակների պատմություն եւ մշակույթն է ներկայացնում աշխարհում։ Այս ամենին զուգահեռ, սակայն այստեղ չեն վախենում նորարարություններից եւ մշտապես փորձարկումներ են իրականացնում։ Պետք է նշենք, որ դրանք բավականին խոստումնալից են եւ շատ հաջողված։ Հիմա հասկանանք այս գառը ոնց ենք պատրաստում, Արամ ջան։ Ուրեմն գառը մինչև խորոված անելը մորթում ենք 2 օր շուտ, որ միսը հանգստանա սառնարանում։ Այդ կարևոր պահ է։ Հա, հենց կարևոր պահ է, որ հանգստանա, ինքը ավելի փափուկ կլինի։ Հա, հա։ Հանգստանալուց հետո դնում ենք խաչի վրա։ Որ ասում ենք խաչովգար, հենց դեռ ակոչվում է, իրանք ասել է Արգենտինայում մեծ է ակոչվել խաչովգար ու բերել ենք Հայաստանի։ Սա արգենտինական ուտեստ է, Մանուել, դուք եք ասել Արամը, որ սա։ Այո, մտել եք թեմայի մեջ, հա, դուք իրար։ Արդեն գիտեք ինչքան 13 տարի աշխատում ենք։ Այս հատուկ սարքել եք, որ Հա, հատուկ սարքել ենք հենց սրա համար։ Ո՞նց եք բացատրել, Մանուել։ Որ սարքենք։ Դե արդեն հայերեն որ լավ խոսում է, լավ տեղը տեղին բացատրել։ Ուրեմն մենք հասկացանք։ Հետո սա նորից իջնում է, էլի ինչքան որ ուզենք, արդեն մենք նայում ենք մսին։ Սա արդեն ժամանակակից տեխնոլոգիա է, ոչ թե խորովածի, այլ չգիտեմ, բան, ողջ մնալու Դե արվեստ։ հիմա մեր մասնագիտական ու Արգենտինայի մասնագիտականը մերել ենք իրար, ստացել ենք ինչ որ ունենք։ Արամ, հարց, մի քիչ կարող ենք ասել, որ այս կերպը նման է մեր ուլը, որ թոնրի մեջ անում ենք, գառնուկը, որ անում ենք։ Համայրան նույնն է, դե մենք փլավն ենք դնում տակը թոնների մեջ։ Թոնրի մեջ, յուղիկը գնում է փլավի մեջ։
ու սրանով անընդհատ չենք ցողում։ Ինքը մենք այն ժամանակ արդեն գարին անում ենք, ինչ համեմունք պետք է ու մտցնում ենք թոնիրը։ Այդ նույն համամսին է հիմա որ փորձեք։ Վայ, մի բան ասեմ, արգենտինական հոտ եկավ։ Հա։ Հա, սպորների ու սև տղերների, ինձ թողշատ լինես համու վեր։ Համիուժը գտնվում է Կարաս Winery-ում։ Կարաս Winery-ն ընտանիք է, գինու ընտանիք է, Էռնեկյանների ստեղծած այս մեծ հայկական հետաքրքիր իրականությունն է իր արգենտինական ակցենտով եւ համեմունքով, եւ ամեն անգամ Կարաս գինի խմելիս մենք պետք է գիտակցենք, որ 2012-ից այնպիսի ավանդույթներ են հիմնվել այստեղ, որոնք ուղղակի չի կարելի չնկատել ու շնորհակալություն չհայտնել, որովհետեւ գինու զարգացման առաջնային ու կարևոր օջախներից էր հենց այս կետը։ Մենք գտնվում ենք Կարաս Winery-ի թերևս ամենագեղեցիկ մասում, որը կոչվում է Դիտակետ։ Այստեղ իսկապես բարձր, ամենից բարձր կետից մենք տեսնում ենք, թե ինչպես է ստեղծվել Կարասը։ Կարաս գինեգործարանը հիմնադրվեց 2004 թվականին, երբ Էռնեկյան ընտանիքը որոշեց վերադառնալ Հայաստան եւ քննել 2300 հեկտար տարածք Արմավիր մարզում։ Այստեղ Արմավիր մարզը շատ հետաքրքիր տերուար ունի, որը շատ լավ աստեցություն ունի այս հայկական գինիներին, չէ։ Ուրեմն Էռնեկյան ընտանիքը իր բոլոր խաղաղագործության եւ գինեգործության փորձառությունով որոշեց վերադառնալ ուրեմն հայրենիք եւ մի լավ բան մտածել Հայաստանի եւ հայացքի համար, որն է հայկական գինեգործությունը իդ վերադարձնել իր ծննդավայր։ Գաբրիել, արդյոք տարբեր է մեր գինու համը աշխարհի տարբեր գինիների համից։ Եվ դա խաղողի տարբերությունն է, թե գինեգործի ստեղծածի տարբերությունը։ So when I arrived, I understood really like Armenia has a huge potential to produce wine. Only we need to take the history and put on the table to show to all the world. Ինչ ենք խմում մենք հիմա։ Հիմա մենք խմում ենք Կարաս կլասիկ սպիտակ, որ դարվան է։ So հիմա մենք խմում ենք Կարաս սպիտակ։ Կարաս սպիտակ 2018 este 3 sort կա 50% կանգուն, հայկական sort, 40% շարդոնե եւ 10% վիոնիեր։ Իմ հարցերը շատ են եւ ոչ թե միայն որովհետեւ ես սիրում եմ ճանաչել գինին առհասարակ, այլ ես ունեմ կոնկրետ ցանկություն ճանաչելու հայկական գինին։ Իսկ հայկական գինին բացի մեր հնադարյան պատմությունից, իր նորագույն պատմության ամենավառ դրսևորումներ ունեցող գինեգործարաններից մեկը հենց Կարասն է, որը կարողացավ բեկում մտցնել գինու նկատմամբ մեր սիրո, մեր պատկերացումների, մեր մտածողության մեջ։ Շարունակենք արդեն մեծ սեղանի շուրջ համել այդ գառը սառեց։ Արգենտինական ու հայկական գառը, այսինքն արգենտինական ձևով հայկական բնավորությամբ գառը։ Թռանք։ Cheers։ Գենաց։ Գենաց։ Մենք խմելու ենք հիմա մի գինի, որը կարող ենք հստակորեն առաջարկել մարդկանց համտեսելու մսի հետ։ Որ գինին է Մանուել, որը ձեր այդ արգենտինական գառան հետ շատ կսազի Հայաստանում խմել մեր Կարասից։ Կարմիր գինի, արենի խնդոխնի եւ կլասիկ կարմիրները, կլասի որ կա։ Խնդոխնին դուք բերում եք Արցախից։ Հա, Արցախյան սորտն է մեր։ Խնդողնի, հա, բերել եմ 2006-ի, բերել եմ Արցախի։ Արդեն մենք ունենք այստեղ։ Հա, այստեղ աճեցնում ենք։ Աճեցնում ենք մենք։ Այս յուրօրինակ հիմա յուրօրինակ բույր ունեն միշտ Կարաս գինիները։ Այս ինչն է։ Մաքուր խնդողնի է այստեղ։ 60% խնդողնի, 40% արենի։ Արենի? Ահա։ And that's it։ Արենի խնդողնի։ Այո։ Երկու սորտը։ Էսի 2018-ը։ Հա, այդ նոր գինիներն են։ Առանց տակար։ Մուշեղ, այ հիմա ձեր գործը դժվար է։ Կարաս Winery-ին գիտեն շատերը,
Բայց մի բան է իմանալը, մի բան է ձեր ձևով հիմա այն ներկայացնելը։ Ինչ եք անելու, էլի որ մեզ զարմացնեք։ Մենք ձեզ զարմացնելու ենք միշտ նոր գինիներով։ Այ ապրեք, բա ուր են իմ գինիները։ Ես պարզապես երկու բառով կավելացնեի մեր սոցիալական պատասխանատվությունը այս տերոարի եւ տերոարի կողքը բնակվող մեր գյուղացիներին, կասեի, որ մենք շատ ակտիվ ներգրավում ենք իրանց աշխատանքը մեր տարածքում եւ այս տարի մենք մոտավորապես 400 հոգու աշխատանք ենք տվել բերքահավաքի ժամանակ մոտ 2 ամսվա, որը տվել էր մոտ 2 ամիս։ Դա մեր պիկներ, հա, իսկ տարվա ընթացքում էլ են աշխատում կողքի բնակչությունը մեր մոտ եւ ես կարծում եմ, որ սա Էռնակյանների ընտանիքի այդ ներդրումների մի մեծ մասն է, որը որ մենք կարողանում ենք աշխատանքով ապահովել եւ կրում ենք այդ սոցիալական պատասխանատվությունը։ Ընդհանրապես որևէ երկրի զարգացման հիմքում իհարկե աշխատանքն է, աշխատատեղով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ եւ համապատասխան վարձատրությամբ։ Մարդը որոշում է կյանքի ապրելու իր իրավունքն ու իր կեցությունը։ Եթե զարգացած է, ուժով ու խաղաղությամբ է որոշում։ Եթե թերի է, ուրեմն ունենում է խնդիրներ։ Ես հուսով եմ, որ մենք ժամանակի ընթացքում կսկսենք գնահատել մեր ունեցվածքը, աշխատանքը, մարդկային ռեսուրսը եւ մեր տերուարի, մեր հողի ուժը։ Cheers։ Գինին պետք է զգույշ ընտրել։ Այն կնոջ նման է, կամակոր, բայց շատ նրբազգաց։ Այն էմոցիա եւ գեղեցիկ հիշողություններ է պարգևում, որոնց նկատմամբ պետք է հատուկ ու խնամքով վերաբերմունք։ Հարյուրավոր տարիների ընթացքում ձևավորվել է գինու մշակույթ, որտեղ կանոններին հետևելը նախ հարգանքի տուրք է այն բազմաթիվ մարդկանց նկատմամբ, որոնք իրենց քրտնաջան աշխատանքով եւ առանձնահատուկ հոգատարությամբ են ստեղծում այս կենարար նեկտարը։ Գինու գիտակ Արտակ Գաբրիելյանը մեզ կօգնի հասկանալ, թե խորտիկներից որի հետ որ գինին է պետք ընտրել, մատուցել եւ ինչպես ճիշտ այն զգալ, խմել եւ վայելել։ Գինիների եւ ուտելիքների համադրությունը շատ կարևոր ուղղություն է գինեգործության մեջ, ընդհանրապես գաստրոնոմիայի մեջ, որովհետեւ ամենակարևոր երկու սպառողական շուկայում ապրանքները, հա, ուտելիքները եւ գինիները այս պարագայում համատեղվում են։ Այդ համատեղելու գործընթացի մեջ մենք ունենք հիմնական երկու մոտեցումներ։ Առաջին մոտեցումը այն է, որ համադրության ընթացքում ստեղծում ենք բալանս։ Հա, այսինքն եթե ունենք աղցաններ, թեթև, այդ դեպքում համադրում ենք ավելի սպիտակ, վարդագույն գինիների հետ, ավելի քիչ մարմին ունեցող, ավելի քիչ ալկոհոլ ունեցող։ Երկրորդ մոտեցումը ընդհակառակը դիսբալանս ստեղծելն է։ Այսինքն գինիներ եւ ուտեստներ, որոնք որ առաջի հայացքից իրար հետ չեն սազի, կարելի է համադրել իրար ու ստանալ հետաքրքիր համադրություններ։ Հիմնական օրենքը, հա, որը գործում է, իհարկե սահմանում է, որ օրինակ սպիտակ մսի հետ կարելի է օգտագործել, համադրել ավելի ճիշտ սպիտակ եւ վարդագույն գինիներ, կարմիր մսի հետ կարմիր գինիներ։ Իհարկե կա ոսկյա օրենք, որ այն համադրությունն ամենալավը, որը որ ինքնուրույն ձեզ դուր է գալիս։ Կոնկրետ հիմա կփորձենք սպիտակ գինի, որը որ բավականին յուրահատուկ գինի է, փորձելու ենք զուլալ ոսկեհատը, կհամադրենք այծի պանիրով պատրաստված աղցանի հետ։ Այծի պանիրով աղցան, այծի պանիր, հազարի տերևներ, բազիլիկ, մանգո, կունկվատ, չոր հաց։ Գինիների եւ ուտեստների համադրության ժամանակ սկսում ենք գինուց, հա, հասկանանք ինչ գինի ունենք։ Դեգուստացիայի ժամանակ իհարկե առաջին փուլով առանց գինին բաժակի մեջ շարժելու փորձում ենք գնահատենք վիզուալ, հա, գույնը, որտեղ մենակ վիզուալ գնահատումից կարելի է ստանալ բավականին շատ ինֆորմացիա գինու վերաբերյալ։ Երկրորդ փուլով իհարկե գնահատում ենք գինին քթի մեջ, բույրերը։ Ու արդեն հասկանալով բույրերը, երկրորդ փուլով արդեն բերանի մեջ ընդհանուր փորձում ենք հասկանանք գինու համախոտային բնութագրիչները։
գինին փորձելու ժամանակ թողում ենք բերանի մեջ, պտտում ենք բերանի մեջ, թույլ տալով մեր ռեցեպտորներին անեն իրենց գործը։ Համտեսի ժամանակ նաև բերանի մեջ մի փոքր օդ ենք վերցնում, հա, համապատասխան process-ի միջոցով։ Այս գործընթացը արվում է նրա համար, որպեսզի քանի որ բուրավետ նյութերը իրանք ցնդող նյութեր են, մի փոքր թթվածինը վերցնելու հետ այդ ցնդող նյութերը առանձնացնում ենք հեղուկից եւ թույլ ենք տալի, որպեսզի մեր ռեցեպտորները բռնեն այդ նյութերը եւ համապատասխան ինֆորմացիան գնա ուղիղ հաջորդ փուլով իհարկե համտեսում ենք ուտեստը։ Գրեթե նույն փոլերով փորձում ենք նաեւ գնահատենք ուտեստը ու արդեն իհարկե հաջորդ փուլը այդ երկուսը համատեղելն է իրար հետ։ Հիասքանչ համադրում։ Հաջորդ գինին, որը որ համադրելու ենք ուտեստի հետ, այդ զորա կարասի արենի խաղողից համադրելու ենք բադի կրծքամսի հետ։ Բադի կրծքամիս, ֆրանսիական գինու մեջ եփած տանձ, լոլիկ, սմբուկ, կարտոֆիլ։ Հանրահայտ Ռիդել կազմակերպությունը, որը որ զբաղվում է հիմնականում գինեգործական եւ նույն ալկոհոլային ըմպելիքների բաժակների արտադրությամբ, ստեղծել է նաեւ արենի համար նախատեսված բաժակ։ Տեսնում եք, որ ինքը ունի բավականին հետաքրքիր ուրվագիծ, արենին դրսևորում է իրեն լավագույնս հենց այս ուրվագծով բաժակի մեջ։ Էլի գնահատում ենք վիզուալ, հա, հետո քթի մեջ, բերանի մեջ եւ փորձում ենք ամբողջական եզրակացություն ունենալ գինու վերաբերյալ։ Փորձենք նաեւ բադի կրծքամիսը։ Նաև այս պարագայում ունենք հիասքանչ համադրություն, որտեղ ունենք չափավոր յուղայնություն բերանի մեջ, որը գալիս է մսից, ու ունենք իհարկե միջին մարմնեղության գինի, հաճելի համադրություն, այսինքն ոչ պինդեր, ոչ թուլեր, հա, մեկը մյուսի այդ յուղայնությունը, փափկությունը լրացրեց գինուն ու մեկը մյուսի հետ ստեղծեցին կատարյալ զգացողությունը, որը որ մենք ակնկալում ենք ունենանք այդ համադրության արդյունքում։ Խխունջներ բուրգունդյան ոճով։ Խխունջ, կարագ, սխտոր։ Հաջորդ գինին, որ փորձելու ենք ու համադրենք ուտեստի հետ, այդ արդեն վարդագույն գինի է, կատարով Արցախից։ Գինին ունի շատ հաճելի սաղմոնային գույն։ Քթի մեջ վառ արտահայտված հատապտուղներ, ելակային տոներ կա։
բերանի մեջ շատ հաճելի թթվություն, թարմություն ունի։ Նորից ստեղծեցինք բալանս, հա, երկու փորձվող, հա, ուտեստի եւ գինու միջև, ոնց որ նշեցի, հա, թթվայնությունը, թարմությունը, որը որ գինին ունի, շատ հաճելի կերպով լրացնում է ուտեստը, չենք ունենում դիսբալանս, լրիվ բերանի մեջ ունենում ենք այդ հարմոնիկ զգացողությունը։ Շոկոլադե մուսի համար անհրաժեշտ է դառը շոկոլադ, կարագ, հավկիթ։ Վերջում եւ իմ տեսանկյունից ամենակարևոր հատվածը դեսերտային, հա, ուտեստի համադրումը այս պարագայում փրփրուն գինու հետ, կարաս, դյութիչ։ Փրփրուն գինիների համտեսը մի փոքր տարբերվում է իհարկե սեղանի գինիների համտեսից, որտեղ այս պարագայում նաև գնահատում ենք պղպջակների խաղը։ Այս դեպքում տեսնում եք, որ ունենք վառ արտահայտված, հա, պղպջակային խաղ, ու հենց դրանով էլ նախատեսված է հենց բաժակի տեսակները, որոնք որ նախատեսված են փրփրուն գինիների համար։ Կոնկրետ այս ձևի բաժակները իրանք հիմնականում նախատեսված են փրփրուն գինիների համար, որպեսզի արտահայտված այս խաղը պղպջակների գեղեցիկ երևա։ Բերանի մեջ ունենք վառ արտահայտված քաղցրություն, որը որ բնորոշ է իհարկե կոնկրետ գինուն։ Փրփրուն գինին համադրելու ենք շոկոլադե մուսի հետ։ Կոնկրետ իմ համար, որտեղ ես քաղցրակեր եմ, հիասքանչ համադրություն է, շոկոլադի քաղցրությունը, միևնույն ժամանակ գինու քաղցրությունն ու այդ մուսկատային արոմաները բավականին հաճելի համադրվում են ու ուղեղը ցնծության մեջ է։ Յուրաքանչյուր անգամ համի ուժի նկարահանումների ընթացքում մենք ձեզ ներկայացնում ենք նոր մի աշխարհ, ներկայացնում ենք նոր մարդկանց, մեր սիրելի հայրենակիցներին լրիվ այլ տեսանկյունից եւ հասկանում ենք, որ հայի յուրահատկությունը իր անընդմեջ կառուցելու եւ երբևէ ոչ մի դեպքում չհոգնելու մեջ է։ Եվ հավատացեք, մեր նկարահանումների ընթացքում ոչ միայն ձեզ, այլև առաջին հերթին ինքս ինձ համար հայկականության նոր եւ շատ հետաքրքիր շերտեր եմ բացահայտում։ Էլ ավելի եմ սիրում Հայաստանը, ավելի եմ կապվում նրա հետ։ Արմատներս շատ ավելի խորն են գնում ու ավելի ամրանում, մեջքս ավելի է ձգվում, սիրտս ավելի վստահ է զարկում եւ միշտ հիշում եմ դիպուկ ու խորը խոսքերը մեր վարպետի, Սահյանի խոսքերը։ Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ։ Ախր ուրիշ տեղ հողի մեջ այսքան օրհնություն չկա, այսքան վաստակած հոգնություն չկա։